Շքեղության մեջ, ընդլայնման եզրին կանգնած կայսրությունում, անտեսելի մի աղջիկ իր ձեռքերում կրում է ճշմարտությունը։ Սերունդների ժառանգած քաջությամբ նա խախտում է լռությունը, բացահայտում ճապոներեն գրված դավաճանությունը։ Այդ պահին պատիվը քաջությունը հաղթում են ամբարտավանությանը, ամեն ինչ սկսում է քանդվել։ Նախքան սկսելը, դարձեք մեր ընտանիքի անդամ այստեղ, ալիքում։ Բաժանորդագրվեք հիմա, դրեք ձեր հավանումը, այն անչափ օգնում է մեր աշխատանքին, մեկնաբանություններում գրեք, թե որ քաղաքից եք դիտում։ Ես պաշտում եմ իմանալ, թե մինչ ուր են հասնում մեր պատմությունները։ Հոկտեմբերյան արը ոսկեզօծում էր հյուսիսային պողոտայի ամենաշենքի ապակիները, երբ Լուսինե Սարգսյանը 5-րդ անգամ ուղեց մուգ կապույտ համազգեստը, որը հագնում էր աշխատանքային հատուկ օրերին։ Նրա ձեռքերը թեթակի դողում էին, երբ ստուգում էր, թե արդյոք անվանակարտը լավ ամրացված է բլուզի գրպանին։ Սա սովորական օր չէր։ Տնօրենը խոստացել էր առատաձեռն պարգավճար, եթե նա կարողանար այդ շաբաթ երեկոյան գլուխ հանել աշխատանքից, Լուսինեն գիտեր, որ այդ լրացուցիչ գումարը կլիներ այն տարբերությունը, որը թույլ կտար մարել ուշացած հաշիվները կամ դիմակայել մեկ դժվարին ամսվա։ Նրա կողքին, նախասրահի բեժ կաշվե նստարանին նստած, Աքեմին օրորում էր իր կարճ ոտքերը, որոնք դեռ չէին հասնում հատակին։ 12 տարեկանում աղջիկն իր նշած աչքերում կրում էր նրա խաղաղությունը, ով վաղ էր սովորել լուր հետել աշխարհի։ Նրա գունաթափված դպրոցական պայուսակը հակադրվում էր շրջապատող շքեղությանը, բայց նա կարծես թե դրան ուշադրություն չէր դարձնում։ Պայուսակի ներսում, մաքուր կտորի մեջ խնամքով փաթաթված, նրա ամենաթանկ գանձն էր, ճապոնական ժողովրդական հեքիաթների գիրքը, որը պատկանել էր իր պապին, Հիրոշիին։ Ծերունի Հիրոշի Սարգսյանը Հայաստան էր եկել 40-ականներին, երբ պատերազմն ընդմիշտ փոխել էր նրա կյանքի ուղին։ Ամուսնացել էր հայուհու հետ, համեստ, բայց արժանապատիվ ընտանիք կազմել կյանքի վերջին տարիները նվիրել էր իր միակ թոռնուհուն սովորեցնելուն այն արժեքները, որոնք կրում էր սրտում։ Պատիվ, հարգանք, քաջություն, անելու այն, ինչ ճիշտ է, նույնիսկ երբ ոչ ոք չի նայում։ Բառեր, որոնք արձագանքում էին Աքեմիի մտքում ամեն անգամ, երբ աշխարհը չափազանց բարդ էր թվում իր տարիքի աղջկա համար։ Այդ շաբաթ օրը աշխարհը հատկապես բարդ էր թվում։ Լուսինեն ստիպված էր եղել նրան իր հետ բերել, քանի որ հարանուհին, ով սովորաբար հանգստյան օրերին խնամում էր Աքեմիին, հանկարծակի հիվանդացել էր։ Այլ տարբերակ չկար։ Այդ լրացուցիչ աշխատանքի գումարը։ Չափազանց հրատապ էր հրաժարվելու համար, իսկ Աքեմին հանգիստ երեխա էր, ով գիտեր, թե ինչպես լուռ մնալ չխանգարել, երբ անհրաժեշտ էր։ Կոփված ապակուց վերելակը բարձրացավ 40 հարկերով, ոսկե պղպջակի պես, մորն ու դստերը տանելով դեպի վերջին հարկ, որտեղ Ռուբեն Մելիքյանը կառուցել էր իր անձնական կայսրությունը։ Պենթհաուսը զբաղեցնում էր ամբողջ հարկը, քաղաքի համայնապատկերային տեսարանով, որը ձգվում էր այնքան, որքան աչքը կարող էր տեսնել։ Հենց այստեղ էր, որ անշարժ գույքի մագնատն ընդունում էր իր ամենակարևոր հյուրերին, շրջապատված արվեստի գործերով, որոնք ավելի թանկ արժեին, քան մարդկանց մեծամասնությունը վաստակում էր մի ամբողջ կյանքի ընթացքում։ Երբ վերելակի դռները բացվեցին, Աքեմին զգուշորեն բռնեց մոր ձեռքը։ Նրանց առջ բացված միջավայրը գրեթե խեղդող շքեղություն ուներ։ Պարսկական գորգերը ծածկում էին ներկրված մարմարե հատակը։ Հայտնի նկարիչների կտավները զարդարում էին պատերը։ Բոհեմական բյուրեղապակին փայլում էր ազնվափայտ կահույքի վրա։ Այնտեղ ամեն ինչ ճչում էր հարստության ու իշխանության մասին, կարծես յուրաքանչյուր իր ընտրված լիներ ոչ թե գեղեցկության, այլ այն գնի համար, որով կարող էր տպավորել այցելուներին։ Ռուբեն Մելիքյանը սենյակի կենտրոնում էր, ուղղելով իր իտալական փողկապը, մինչ ստուգում էր շնորհանդեսի վերջին մանրամասները, որը շուտով պետք է աներ։ Բարձրահասակ, անթերի սանրված ջերմակ մազերով կոստյումով, որն ավելի թանկ արժեր, քան Լուսինեի տարեկան աշխատավարձը, նա արտահայտում էր այն ամբարտավան վստահությունը, որը բնորոշ է նրան, ով կյանքում երբեք մերժում չի ստացել։ Նրա սառը հայացքն արագ սահեց սպասուհու կերպարանքի վրայով, մի պահ կանգ առավ նրա կողքին կանգնած աղջկա վրա։ Նրա կինը, Վալենտինան, ննջասենյակից դուրս եկավ որպես էլեգանտ ու սառը տեսիլք։ Նրա արտաքինի յուրաքանչյուր մանրուք մանրակրկիտ պլանավորված էր, դիզայներական զգեստը, զուսպ, բայց չափազանց թանկարժեք զարդերը, ներկրված օծանելիքը, որը հետք էր թողնում օդում։ Վալենտինան վաղուց էր սովորել, որ հզոր տղամարդու կին լինելը նշանակում է դեր խաղալ, նա այդ դերը կատարում էր վետերան դերասանուհու ճշգրտությամբ։ Վերին հարկից իջավ Արմենը, զույգի միակ որդին։ 10
7 տարեկանում տղան արդեն հայացքում կրում էր հոր նույն սառը, հաշվենկատ հայացքը, համեմված նրա պատահական դաժանությամբ, ով երբեք ստիպված չի եղել պայքարել որևէ բանի համար։ Նրա սպորտային կոշիկներն ավելի թանկ արժեին, քան այն տան վարձը, որտեղ Աքեմին ապրում էր մոր հետ, բայց նրա համար դրանք ընդամենը մեկանգամյա օգտագործման իր էին թանկարժեք իրերի իր անվերջ հավաքածուում։ Լուսինեն հարգալից խոնարհվեց, ուղղվեց դեպի խոհանոց, սկսելու նախապատրաստական աշխատանքները։ Աքեմին հետեց նրան, փորձելով անտեսանելի դառնալ մեծահասակների մեջ, որոնք ցածր ձայնով խոսում էին գործարքների մասին, որոնք նա չէր հասկանում։ Նա տեղավորվեց հյուրասենյակի մի անկյունում, գրքերով լի մի գրադարակի մոտ, որոնք, հավանաբար, երբեք չէին բացվել, զգուշորեն պայուսակից հանեց իր ճապոնական հեքիաթների գիրքը։ Դեղնած էջերը պատմում էին խիզախ սամուրայների համեստ գյուղացիների մասին, որոնք վիշապների ու դերի դեմ կռվում էին, զենք ունենալով միայն իրենց պատիվը։ Աքեմին ճապոներեն կարդում էր այն սահունությամբ, որը պապն էր նրան սովորեցրել, բառ առ բառ։ Տքում կրելով ծերունի Հիրոշիի քնքուշ ձայնը, որը կրկնում էր, թե այնտեղ գրված յուրաքանչյուր հիերոգլիֆ ներկայացնում է նախնիների դարավոր իմաստությունը։ Դրան զանգը հայտարարեց հատուկ հյուրերի ժամանման մասին։ Ռուբենն ուղղեց իր բաճկոնը, քայլեց դեպի մասնավոր վերելակ, մինչդեռ Վալենտինան վերջին շտկումներն էր անում կենտրոնական սեղանը զարդարող թանկարժեք ծաղիկների փնջի վրա։ Արմենը ծուլորեն փռվեց կաշվե բազկաթոռին, խաղալով հեռախոսով, այն ձանձրացած տեսքով, որը բնորոշ է նրան, ով այդ թատրոնը շատ անգամ է տեսել։ Երբ դռները նորից բացվեցին, 3 էլեգանտ հագնված տղամարդ մտան պենթհաուս։ Արջից միջին տարիքի մի ճապոնացի էր, կատարյալ կտրված մազերով անթերի կեցվածքով, ով ներկայացավ որպես պարոն Տանակա։ Նրա ուղեկիցները իրավաբաններ ու ֆինանսական խորհրդատուներ էին, բոլորը կրում էին կաշվե պայուսակներ, որոնք պարունակում էին փաստաթղթեր, որոնք կարող էին փողի սարեր տեղաշարժել մի քանի ճիշտ դրված ստորագրություններով։ Ռուբենը հյուրերին ընդունեց փորձառու գիշատչի հաշվարկված հյուրընկալությամբ։ Ամուր ձեռքսեղմումներ, ժպիտներ, որոնք չէին հասնում աչքերին, խնամքով ընտրված բառեր, վստահություն կայունություն փոխանցելու համար։ Վալենտինան կատարեց իր կատարյալ տանտիրուհու դերը, առաջարկելով խմիչքներ բյուրեղապակյա բաժակներով, որոնք արտացոլում էին երանյան երեկոյի ոսկեգույն լույսը։ Նախնական զրույցը հոսում էր անգլերենով, ընդմիջվելով պրոֆեսիոնալ ծիծաղով քաղաքի հիասքանչ տեսարանի մասին մեկնաբանություններով։ Պարոն Տանական ամեն ինչին հետում էր նրա լուռ ուշադրությամբ, ով սովորել էր մարդկանց կարդալ միջազգային բանակցությունների տասնամյակների ընթացքում։ Նրա աչքերը, զուսպ, բայց ուշադիր, որսում էին միջավայրի իրենց տանտերերի վարքի յուրաքանչյուր մանրուք։ Լուսինեն շրջում էր սենյակում այն լուռ արդյունավետությամբ, որը բնորոշ է նրան, ով կատարելագործել է ծառայելու արվեստը, առանց նկատվելու։ Նա առաջարկում էր նախուտեստներ, հավաքում դատարկ բաժակները, ամեն ինչ անթերի պահում, երբեք չընդհատելով կարճ զրույցները։ Աքեմին մնում էր իր անկյունում, ուշադրությունը բաժանելով իր գրքի այն տարօրինակ աշխարհի զուսպ դիտարկման մեջ, որտեղ մարդիկ խոսում էին միլիոնների մասին, կարծես դրանք մանրադրամ լինեին։ Հենց այն պահին, երբ Լուսինեն մոտեցավ սեղանին, որտեղ դրված էին փաստաթղթերը, տեղի ունեցավ առաջին միջադեպը։ Արմենը, ձանձրացած հանդիպման պաշտոնականությունից, որոշեց մի փոքր զվարճանալ։ Կարծես թե պատահական շարժումով նա մեկնեց ոտքը հենց այն պահին, երբ կինն անցնում էր, տանելով կարմիր գինով լի բյուրեղապակյա գավաթներով սկուտեղ։ Սայթաքումն անխուսափելի էր։ Լուսինեն պայքարեց հավասարակշռությունը պահելու համար, բայց գավաթներից մեկը սահեց նրա ձեռքերից, պարունակությունը թափելով պարսկական գորգի վրա, որն ավելի թանկ արժեր, քան իր տունը։ Հաջորդած լռությունը կապարի պես ծանր էր։ Բոլոր գլուխները շրջվեցին դեպի տեսարանը, Լուսինեն զգաց, թե ինչպես է դեմքն այրվում ամոթից, մինչ արագ ծնկի եկավ, փորձելով մաքրել թափվածը։ Ռուբենը պայթեց զսպված զայրույթից, նրա բառերը սուլում էին սեղմված ատամների միջով, խտացված թույնի պես։ Նա նվաստացրեց կնոջը հյուրերի առաջ, խոսելով պատասխանատվության իրավասության մասին, կարծես նա անշնորհք երեխա լիներ։ Արմենը դիտում էր տեսարա։ Նա չարամիտ ժպիտով, ակնհայտորեն գոհ իր դաժան կատակի արդյունքից։ Աքեմին զգաց, թե ինչպես է ինչ-որ բան եռում իր կրծքի մեջ, տեսնելով մորը այդպես վերաբերվելիս։ Նրա ձեռքերը սեղմվեցին փոքրիկ վճռական բռունցքների, մի պահ նա քիչ մնաց ոտքի կանգներ, Լուսինեին պաշտպանելու համար։ Բայց պապի խոսքերն արձագանքեցին նրա մտքում։ Իսկական ուժը Աքեմի ոչ թե զայրույթով արձագանքելու մեջ է, այլ իմաստությամբ գործելու ճիշտ պահն ընտրելու։ Պարոն Տանական ամեն ինչ դիտում էր աճող հետաքրքրությամբ։
Այն սառնությունը, որով տանտերերը վերաբերվեցին սպասուհուն, երիտասարդի պատահական դաժանությունը, մի կնոջ հանրային նվաստացումը, ով ակնհայտորեն իրենից կախված ամեն ինչ անում էր լավ ծառայելու համար։ Նրա հայացքները կարճ ժամանակով հանդիպեցին Աքեմիի հայացքներին, նա այնտեղ տեսավ մի բան, որը նրան հետաքրքրեց, ոչ թե հնազանդություն կամ վախ, այլ լուռ արժանապատվություն, որը կտրուկ հակադրվում էր միջավայրում տիրող ամբարտավանությանը։ Այն բանից հետո, երբ Լուսինեն մաքրեց գորգը, ակնհայտորեն ցնցված հեռացավ խոհանոց, գործնական հանդիպումը վերջապես սկսվեց։ Ռուբենը բացեց իր շնորհանդեսը գունավոր սլայդներով, որոնք ցույց էին տալիս փարավոնական նախագծեր, տպավորիչ թվեր, շահույթի կանխատեսումներ, որոնք ցանկացած ներդրողի ախորժակը կբացեին։ Նա խոսում էր իր անշարժ գույքի կայսրության մասին, ինչպես գեներալը կնկարագրեր ռազմական նվաճումները, յուրաքանչյուր ձեռնարկու թյուն, անձնական հաղթանակ մրցակցության նկատմամբ։ Փաստաթղթերը դրվեցին սուրճի սեղանին, թանկարժեք խաղաքարտերի պես։ Բազմայց պայմանագրեր, բոլորը խնամքով պատրաստված երկու տարբերակով, անգլերեն-ճապոներեն, ինչպես պահանջել էր ներդրողը։ Ռուբենը բացատրեց, որ վարձել էր լավագույն թարգմանիչներին, երաշխավորելու, որ կողմերի միջ թյուրիմացություններ չլինեն։ Պարոն Տանական թերթում էր փաստաթղթերը այն մանրակրկիտ համբերությամբ, որը բնորոշ է նրան, ով սովորել է, որ դերը թաքնված են մանրամասների մեջ։ Նրա իրավաբանները տեխնիկական մեկնաբանություններ էին շշնջում նրա ականջին, մատնացույց անելով հատուկ կետեր, զուսպ նշումներ կատարելով լուսանցքներում։ Աքեմին, դեռ իր անկյունում, ամեն ինչին հետում էր աճող հիացմունքով։ Դա պարզապես մանկական հետաքրքրասիրություն չէր։ Այդ հանդիպման մեջ կար մի բան, որը նրա մեջ անորոշ զգացում էր արթնացնում, կարծես նա ականատես լիներ պատմության կարևոր պահի։ Երբ Ռուբենը նշեց, որ պայմանագրերը երկու լեզուներով են, ըմբռնումը հեշտացնելու համար, նա հետաքրքրության կայծ զգաց։ Ճապոներենը, որը պապն էր նրան սովորեցրել, հազվադեպ էր գործնական կիրառություն գտնում նրա առօրյա կյանքում, բայց այստեղ այն օգտագործվում էր միլիոնավոր դոլարների գործարքներում։ Երեկոն առաջ էր գնում, սենյակում լարվածությունն աճում էր քննարկվող թվերին համամասնորեն։ $500 միլիարդ պարզապես փող չէր։ Դա բավարար ուժ էր ճակատագրեր փոխելու, քաղաքներ կառուցելու, կառավարությունների վրա ազդելու համար։ Ռուբենը դա գիտեր, գործարքի կնքման ակնկալիքը նրան տեսանելիորեն անհանգիստ էր դարձնում, չնայած հանգստություն պահպանելու ջանքերին։ Վալենտինան ավելի շատ խմիչքներ էր մատուցում, միշտ այն փորձված ժպիտով, որը բնորոշ է նրան, ով սիրալիրությունը մասնագիտություն է դարձրել։ Արմենը շարունակում էր ձանձրանալ, բայց այժմ ավելի շատ ուշադրություն էր դարձնում խոսակցություններին, գուցե սկսելով հասկանալ, որ իր արտոնյալ ապագան կախված է այդ բանակցությունների հաջողությունից։ Հենց այն պահին, երբ պարոն Տանական խնդրեց մի քանի րոպե, փաստաթղթերի վերջնական վերլուծության համար, Աքեմին մոտեցավ սեղանին, հավաքելու մի քանի դատարկ բաժակ, ինչպես մայրն էր նրան շշուկով հրահանգել։ Դա սովորական, գրեթե մեխանիկական շարժում էր, բայց այն պետք է փոխեր այն ամենի ընթացքը, ինչ տեղի կունենար հետո։ Նրա աչքերը պատահաբար ընկան պայմանագրի վերջին էջի վրա, որտեղ ճապոներենով մի քանի տող սպասում էր վերջնական ստորագրությանը։ Եվ հենց այդ պահին Արդալով այն սահունությամբ, որը պապը նրան նվեր էր տվել, Աքեմին հայտնաբերեց, որ այդ ոսկե աշխարհում ոչ ամեն ինչ էր այն, ինչ թվում էր։ Աքեմիի սիրտը սկսեց արագ բաբախել, երբ նրա աչքերը երկրորդ անգամ սահեցին պայմանագրի վերջին էջի ճապոներեն տողերի վրայով։ Չէր կարող այդպիսի բան լինել։ Նա պետք է որ սխալված լիներ, գուցե լեզվի իր իմացությունն այնքան էլ լավ չէր, որքան պատկերացնում էր։ Բայց ոչ, բառերը չափազանց պարզ էին, չափազանց ճշգրիտ, սխալ մեկնաբանվելու համար։ Այն, ինչ գրված էր ճապոներենով, բոլորովին տարբեր էր նրանից, ինչ նշված էր անգլերեն տարբերակում։ Աղջիկը շուրջը նայեց շքեղ սենյակին, որտեղ մեծահասակները շարունակում էին իրենց զրույցները ցածր պրոֆեսիոնալ տոնով։ Պարոն Տանական ուշադիր ուսումնասիրում էր Ռուբենի պատրաստած մի քանի գրաֆիկներ, նրա մատները թեթակի թմբկահարում էին սեղանին, մինչ նա մտովի հաշվարկներ էր անում։ Իրավաբանները շշնջում էին իրար մեջ, մատնացույց անելով հատուկ կետեր նշումներ կատարելով իրենց կաշվե օրագրերում։ Ոչ ոք ուշադրություն չէր դարձնում 12-ամյա աղջկան, ով դողացող ձե ռքերում պահում էր դատարկ բաժակը։ Նրանց համար նա պարզապես սպասուհու անտեսանելի շարունակությունն էր, մեկը, ով պետք է լուռ ու զուսպ մնար, մինչ գնալու ժամանակը գար։ Բայց Աքեմին իր մեջ կրում էր մի բան, որը նրանք չէին կարող տեսնել, պապ Հիրոշիի ձայնը, որը շշնջում էր նրա մտքում այն խոսքերը, որոնք նա կրկնում էր ամեն անգամ, երբ կյանքը բարդ ընտրություններ էր ներկայացնում։
Աքեմի-չան ասում էր ծերունին ճապոներենով այն անսահման համբերությամբ, որը բնորոշ է նրան, ով սովորել է, որ իսկական կրթությունը գրքերից չի գալիս, այլ ամենօրյա օրինակից, երբ իմանաս, որ ինչ-որ սխալ բան է կատարվում, դու կունենաս ընդամենը երկու ընտրություն՝ լռությամբ հանցակից լինել, թե քաջություն ունենալ անելու այն, ինչ ճիշտ է։ Առաջին ընտրությունն ավելի հեշտ է, բայց երկրորդն է, որ որոշում է, թե ով ես դու իրականում։ Աղջիկը խորը շունչ քաշեց, զգալով այդ խոսքերի ծանրությունը, կարծես հենց պապը կանգնած լիներ նրա կողքին։ Նա գիտեր, որ այն, ինչ պատրաստվում էր անել, կփոխեր ամեն ինչ։ Ոչ միայն իր մոր համար, այլ այդ սենյակում գտնվող բոլոր մարդկանց համար։ Նրա մանկական մտքի մի մասը գոռում էր, որ լուռ մնա, որ թողնի մեծահասակները լուծեն իրենց բարդ հարցերը։ Բայց ավելի խորը մի մաս, որը սնվել էր սերունդների ուսմունքներով, գիտեր, որ այժմ լռությունը դավաճանություն կլիներ այն ամենին, ինչ սովորել էր պատվի արդարության մասին։ Լուսինեն խոհանոցից դուրս եկավ, տանելով նախուտեստների նոր սկուտեղ, զգույշ լինելով, որ չկրկնվի նախորդ միջադեպը։ Նրա աչքերը դեռ ցույց էին տալիս կրած նվաստացման հետքերը, բայց նա պահպանում էր այն արժանապատվությունը, որը ոչ մի վիրավորանք չէր կարող խլել։ Երբ անցավ դստեր մոտով, Աքեմին նրբորեն դիպավ նրա թին, ստիպելով նրան խոնարհվել, լսելու համարյա անլսելի շշուկը։ «Մայրիկ», ասաց Աքեմին հայերեն, նրա ձայնը հաստատուն էր, չնայած տարիքին, «ես պետք է խոսեմ այս մարդկանց հետ։ Դա շատ կարևոր է»։ Լուսինեն զարմանքով ու անհանգստությամբ նայեց դստերը։ «Աքեմի սիրելիս, դու գիտես, որ մենք չենք կարող անհանգստացնել։ Նրանք շատ կարևոր հանդիպման մեջ են։ Հենց դրա համար էլ պետք է խոսեմ», ընդհատեց աղջիկը, նրա աչքերը փայլում էին մի վճռականությամբ, որը տարօրինակ կերպով հիշեցնում էր պապի արտահայտությունը, երբ նա դժվար որոշումներ էր կայացնում։ «Վստահիր ինձ, մայրիկ։ Պապս, Հիրոշին, ինձ սովորեցրել է, որ երբեմն պետք է քաջություն ունենանք, նույնիսկ երբ վախենում ենք»։ Նախքան Լուսինեն կկարողանար պատասխանել, Աքեմին մի քայլ առաջ արեց, մոտենալով սեղանին, որտեղ փռված էին փաստաթղթերը։ Նրա ձայնը, պարզ ու հաստատուն, չնայած նյարդերին, կտրեց սենյակի օդը սուր սրի պես։ «Ներողություն», ասաց նա հայերեն, ստիպելով բոլոր գլուխներին շրջվել իր ուղղությամբ։ «Ես պետք է շատ կարևոր բան ասեմ այս փաստաթղթերի մասին»։ Հաջորդած լռությունը բացարձակ էր։ Ռուբենը գունատվեց, նրա աչքերը կայծկլտում էին զայրույթից, իր հանդիպումը երեխայի կողմից ընդհատվելու համար։ Վալենտինան զայրացած հոգոց հանեց, ակնհայտորեն վիրավորված սպասուհու դստեր անդաստիարակությունից։ Արմենը ցածրաձայն ծիծաղեց, կարծես էժանագին կատակերգություն դիտեր։ «Ինչ անհեթեթություն է սա», պայթեց Ռուբենը, նրա ձայնը լի էր վրդովմունքով։ «Լուսինե, անմիջապես վերահսկիր դստերդ։ Սա անընդունելի է»։ Բայց պարոն Տանական ձեռքը բարձրացրեց լուրջ ժեստով, որը հանգստություն էր պահանջում։ Աղջկա կեցվածքում, նրա արտահայտության լրջության մեջ մի բան կար, որը գրավեց նրա հետաքրքրությունը։ Միջազգային գործարքների տասնամյակների ընթացքում նա սովորել էր, որ ամենակարևոր ճշմարտությունները հաճախ գալիս են ամենաանսպասելի աղբյուրներից։ «Մի րոպե», ասաց նա անգլերեն, իսկ հետո ուղղակիորեն դիմեց Աքեմիին։ «Երեխա, դու ասացիր, որ պետք է խոսես փաստաթղթերի մասին։ Ինչի՞ մասին ես խոսում կոնկրետ»։ Աքեմին խորը շունչ քաշեց, հիշելով պապի դասերը նույնիսկ ճնշող իրավիճակներում հանգստություն պահպանելու մասին։ Երբ պատասխանեց, դա կատարյալ ճապոներենով էր, նրա անթերի արտասանությունը ստիպեց պարոն Տանակային զարմանքից հոնքերը բարձրացնել։ «Պարոն Տանակասան», ասաց նա հարգալից խոնարհումով, «ես կարողանում եմ ճապոներեն կարդալ, նկատեցի, որ մեծ տարբերություն կա այն բանի մեջ, ինչ գրված է այս պայմանագրի ճապոներեն տարբերակում, այն, ինչ գրված է անգլերեն տարբերակում։ Կարծում եմ, դուք պետք է դա իմանաք ստորագրելուց առաջ։ Ռումբը բայթել էր»։ Ռուբենը սպիտակեց թղթի պես, նրա ձեռքերը աննկատ դողում էին, մինչ նա փորձում էր ընկալել, թե ինչ էր հենց նոր լսել։ Ինչպես կարող էր 12-ամյա երեխան ճապոներեն իմանալ։ Եվ որ ամենակարևորն է, կոնկրետ ինչ էր նա հայտնաբերել։ Պարոն Տանական առաջ թեքվեց, նրա հետաքրքրությունն այժմ ամբողջությամբ գրավված էր։ «Շարունակիր, խնդրում եմ», ասաց նա ճապոներենով։ «Բացատրիր, թե կոնկրետ ինչ ես գտել»։ Աքեմին քայլեց դեպի սեղանը, մատնացույց արեց այն կոնկրետ կետը, որը գրավել էր իր ուշադրությունը։ Անգլերեն տարբերակում այս կետն ասում է, որ տնտեսական անկայունության դեպքում երկու կողմերը միասին կաշխատեն լուծումներ գտնելու համար։
Բայց ճապոներեն տարբերակում գրված է, որ ձեր ընկերության բոլոր ակտիվներն ու վերահսկողությունը ավտոմատ կերպով կփոխանցվեն Մելիքյան խմբին, առանց փոխհատուցման, եթե լինի համաշխարհային ֆինանսական անկայունության որե-նշան։ Խոսքերի ազդեցությունը լուր երկրաշարժի պես էր։ Պարոն Տանական վերցրեց փաստ։ Աթղթերը սկսեց համեմատել դրանք տող առ տող, նրա արտահայտությունը գնալով ավելի մռայլվում էր յուրաքանչյուր հայտնագործության հետ։ Իրավաբանները նյարդայնացած նայեցին միմյանց, չշնջալով հրատապ մեկնաբանություններ ճապոներենով։ Ռուբենը փորձեց վերականգնել իրավիճակի վերահսկողությունը, նրա ձայնը բարձրացավ մի օկտավա, մինչ նա հերքում էր ցանկացած անկանոնություն։ Սա անհեթեթություն է։ Փաստաթղթերը թարգմանվել են լավագույն մասնագետների կողմից։ Այս երեխան ակնհայտորեն չի հասկանում, թե ինչ է կարդում։ Բայց պարոն Տանական այլևս չէր լսում։ Նա վերցրել էր հեռախոսը, արագ խոսում էր ճապոներենով ինչ-որ մեկի հետ, հավանաբար մեկ այլ թարգմանչի, Աքեմիի հայտնագործությունը հաստատելու համար։ Երբ անջատեց, նրա հայացքը սառույցի պես սառն էր, երբ կանգ առավ Ռուբենի վրա։ Հենց այդ պահին Ռուբենի վարձած թարգմանիչը, միջին տարիքի մի տղամարդ, ով լուռ էր մնացել ամբողջ հանդիպման ընթացքում, սկսեց տեսանելիորեն քրթնել։ Նրա ձեռքերը դողում էին, մինչ նա նյարդայնացած թերթում էր ինչ-որ թղթեր, կարծես փնտրում էր մի ելք, որը գոյություն չուներ։ Պարոն Յամամոտո, ասաց պարոն Տանական հայերեն, դիմելով թարգմանչին, կարող եք բացատրել, թե ինչպես է այս անհամապատասխանությունը աննկատ մնացել ձեր թարգմանության մեջ։ Տղամարդը կուլ տվեց, նրա դեմքը ամոթի հուսահատության խառնուրդ էր։ Երկար վայրկյաններ նա կարծես պայքարում էր ինքն իր դեմ, մինչ վերջապես բառերը դուրս եկան հուսահատ խոստովանությամբ։ Ես պետք է պահեմ իմ ընտանիքը, մրմնջաց նա, խուսափելով նայել սենյակում գտնվող որը մեկի աչքերին։ Կինս հիվանդ է, բուժումը թանկ է, նրանք ինձ շատ գումար առաջարկեցին։ Թարգմանության մեջ փոքր փոփոխություններ անելու համար։ Ասացին, որ դա ոչ ոքի վնաս չի տա, որ դա ընդամենը իրավաբանական մեկնաբանության հարց է։ Թարգմանչի խոստովանությունը վերջին մեխն էր Ռուբենի հեղինակության դագաղի մեջ։ Պարոն Տանական դանդաղ ոտքի կանգնեց, նրա կեցվածքն արտահայտում էր վիրավորված արժանապատվություն, որն ավելի ահարկու էր, քան ցանկացած զայրույթի պոռթկում։ Իմ մշակույթում, ասաց նա անգլերեն, յուրաքանչյուր բառ լի էր բարոյական կշռով, պատիվն ավելի արժեքավոր է, քան կյանքը։ Այն, ինչ դուք փորձեցիք անել այստեղ, ոչ միայն խարդախություն է, այլ այն ամենի խախտում, ինչ իմ նախնիներն ինձ սովորեցրել են բիզնեսում հարգանքի ազնվության մասին։ Ռուբենը փորձեց վերջին հուսահատ քայլը, խոսելով թյուրիմացությունների սխալ մեկնաբանությունների մասին, բայց նրա խոսքերը դատարկ էին հնչում նույնիսկ իր իսկ ականջներին։ Խաբեությունը բացահայտվել էր 12-ամյա երեխայի կողմից, ով ճապոներեն կարդալ գիտեր, հետդարձի ճանապարհ չկար։ Հենց այդ ժամանակ պարոն Տանական անսպասելի բան արեց։ Նա ուղիղ նայեց Աքեմիին հարցրեց ճապոներենով. Երեխա, ո՞րն է քո լրիվ ազգանունը։ Սարգսյան, պատասխանեց նա, հետաքրքրված։ Աքեմի Սարգսյան։ Պապս Հիրոշի Սարգսյանն էր։ Պատասխանի ազդեցությունը պարոն Տանակայի վրա էլեկտրական էր։ Նրա աչքերը լայն բացվեցին, նա մի քանի վայրկյան անշարժ մնաց, կարծես ուրվական տեսած լիներ։ Դանդաղ թեթակի դողացող ձեռքերով նա հանեց իր դրամապանակը բաճկոնի ներքին գրպանից, այնտեղից հանեց ժամանակից դեղնած մի լուսանկար։ Աստված իմ, մրմնջաց նա ճապոներեն, հետո անցավ հայերենի։ Դուք ասացիք Հիրոշի Սարգսյան։ Ձեր պապը։ Նա ծառայել է պատերազմում։ Աքեմին գլխով արեց, լիովին չհասկանալով, թե ինչու է այդ հարցը կարևոր, բայց զգալով, որ ինչ-որ խորը բան է կատարվում։ Այո, պարոն։ Նա կռվել է Երկրորդ համաշխարհային պատերազմում։ Միշտ ասում էր, որ պատերազմն իրեն սովորեցրել է, որ կարևոր չէ, թե որ կողմում ես, մենք բոլորս մարդ ենք։ Պարոն Տանական ցույց տվեց լուսանկարը Աքեմիին։ Դա երկու երիտասարդ զինվորի, մի ճապոնացու մի հայի սպիտակ պատկեր էր, որոնք գրկախառնվել էին ռազմական վրանի առջ։ Երկուսն էլ ժպտում էին, չնայած իրենց դեմքերին տեսանելի կեղտին ու հոգնածությանը։ Այս մարդը փրկել է իմ պապի կյանքը, ասաց պարոն Տանական, նրա ձայնը խեղդվում էր հուզմունքից։ 1944 թվականն էր, պապս վիրավոր էր, մոլորվել էր թշնամու թիկունքում։ Հիրոշի Սարգսյանը գտել է նրան, խնամել նրա վերքերը, 3 օր կիսել իր սնունդն ու ջուրը նրա հետ, մինչ օգնական ուժերը հասել են։ Եթե չլիներ այս մարդը, ես այսօր այստեղ չէի լինի։ Սենյակում բացարձակ լռություն տիրեց։
Նույնիսկ Արմենը դադարել էր խաղալ հեռախոսով, հասկանալով, որ ինչ-որ արտասովոր բան է կա տարվում։ Լուսինեն ձեռքերով ծածկեց բերանը, արցունքներ հայտնվեցին նրա աչքերում, երբ հասկացավ պահի մեծությունը։ Պապս ինձ այս պատմությունը 1000 անգամ է պատմել, շարունակեց պարոն Տանական, ակնածանքով դիպչելով լուսանկարին։ Ասում էր, որ Հիրոշին խոսում էր մի թոռնուհու մասին, որին սպասում էր, մի աղջկա, որը պետք է դաստիարակվեր ուժեղ արդար։ Նա հպարտ էր այդ երեխայի ապագայով, նույնիսկ նախքան նրա ծնվելը։ Աքեմին զգաց, թե ինչպես է սարսուռն անցնում իր ողնաշարով։ Կարծես պապն այնտեղ լիներ, կապելով անցյալն ու ներկան պատվի երախտագիտության անտեսանելի շղթայով։ Ամեն ինչ իմաստ ստացավ այժմ, ճիշտն անելու մասին մշտական ուսմունքները, ճապոներեն սովորելու պնդումը, պատերազմի կարեկցանքի մասին պատմությունները։ Պարոն Տանակա, ասաց նա, նրա ձայնը փոքր, բայց հաստատուն, պապս միշտ ասում էր, որ բարությունը, որ մենք անում ենք աշխարհում, վերադառնում է մեզ անսպասելի ձերով։ Կարծում եմ, այսօր ես հասկացա, թե նա ինչ նկատի ուներ։ Պահը ընդհատվեց Ռուբենի սուր ձայնով, ով դեռ փորձում էր փրկել իր հուսահատ իրավիճակը։ Բայց նրա խոսքերը կտրվեցին պարոն Տանակայի չոր ժեստով, ով զգուշորեն դրեց լուսանկարը, շրջվեց դեպի այն մարդը, ով փորձել էր խաբել իրեն։ Պարոն Մելիքյան, ասաց նա, նրա ձայնը սուր էր սայրի պես, դուք փորձեցիք ինձնից գողանալ, օգտագործելով կեղծ փաստաթղթեր։ Փորձեցիք իմ վստահությունն իմ դեմ օգտագործել։ Բայց տիեզերքն ունի արդարության զգացում, որը դուք ակնհայտորեն չեք հասկանում։ Ռուբենը փորձեց բողոքել, բայց պարոն Տանական բարձրացրեց ձեռքը, վերջնականապես լռեցնելով նրան։ Ես ոչ միայն կչեղարկեմ այս գործարքը, շարունակեց ներդրողը, այլ կհամոզվեմ, որ ամբողջ միջազգային ֆինանսական համայնքն իմանա, թե կոնկրետ ինչպիսի մարդ եք դուք։ Ձեր հեղինակությունը, պարոն Մելիքյան, հենց նոր ոչնչացվեց 12-ամյա երեխայի ազնվության շնորհիվ։ Այն կայսրությունը, որը Ռուբենը տասնամյակներ էր ծախսել կառուցելու համար, սկսեց փլուզվել հենց այդ պահին։ Պարոն Տանակայի յուրաքանչյուր խոսք մուրճի հարվածի պես էր իշխանության ազդեցության կառույցին, որը նա համարում էր անսասան։ Վալենտինան գունատվեց, հասկանալով սկանդալի ֆին։ Անսական սոցիալական հետանքները, որը պատրաստվում էր պայթել։ Արմենը կյանքում առաջին անգամ տեսավ իսկական վախ հոր աչքերում։ Պարոն Տանական քայլեց դեպի Աքեմին, խոնարհվեց հարգալից խոնարհումով, կարծես նա մեծ կարողություն ունեցող անձ լիներ։ Աղջիկ, դու հենց նոր ինձ տվեցիր ամենաթանկ նվերը, որը կարելի է ստանալ, հերոսի հիշատակը պատվելու հնարավորությունը։ Թույլ տվեք հատուցել այդ բարությունը։ Ռուբեն Մելիքյանի պենթհաուսում հաջորդ պահերը նման էին դանդաղեցված կադրերով փլուզվող խաղաքարտերից ամրոցի։ Պարոն Տանական ժամանակ չկորցրեց իր զանգերն անելու համար, մի քանի րոպեի ընթացքում մագնատի հեռախոսը սկսեց անդադար զնգալ։ Գործընկերներ էին, ներդրողներ, բանկեր, բոլորը պարզաբանումներ էին ուզում այն լուրերի մասին, որոնք արդեն սկսել էին շրջանառվել ֆինանսական շուկայում։ Ռուբենը հուսահատ փորձում էր վերահսկել վնասները, նրա ձայնը գնալով բարձրանում էր յուրաքանչյուր բացատրության հետ։ Բայց մեծ բիզնեսի աշխարհը փոքր էր, այն լուրը, որ նա փորձել էր խաբել ասիական շուկայի ամենահարգված ներդրողներից մեկին, տարածվում է։ Չոր խոտի մեջ կրակի պես։ Վալենտինան նստած էր կաշվե բազկաթոռին, նրա դեմքը շոկի անհավատության դիմակ էր։ Րոպեների ընթացքում նա տեսել էր, թե ինչպես է իր արտոնությունների սոցիալական կարգավիճակի աշխարհը սկսում փլուզվել։ Ակումբի ընկերուհիները, բարեգործական միջոցառումները, տասնամյակների ընթացքում խնամքով կերտված հեղինակությունը, ամեն ինչ վտանգված էր մի աղջկա ազնվության պատճառով, ում նա նույնիսկ չէր նկատել կես ժամ առաջ։ Արմենը կյանքում առաջին անգամ ակնթարթորեն պատկերացրեց, թե ինչպիսին կլիներ ապրել առանց հոր փողի անսահման պաշտպանության։ Նրա աչքերը նյարդայնացած շարժվում էին մեծահասակների միջ, կարծես փորձում էր գտնել մեկին, ով կարող էր երաշխավորել, որ իր շքեղ կյանքը կշարունակվի անփոփոխ։ Բայց իրականությունն անողոք էր։ Անհնար էր հետ բերել այն, ինչ հենց նոր բացահայտվել էր։ Պարոն Տանական ավարտեց իր զանգերը, դիմեց Աքեմիին ու Լուսինեին մի լրջությամբ, որը հակադրվում էր նրա աչքերի բարությանը։ Տիկնայք, ասաց նա զգույշ հայերենով, ես շատ կցանկանայի ձեզ հետ առանձին զրուցել։ Հնարավոր կլինի հանդիպել ավելի հարմար վայրում։ Լուսինեն շուրջը նայեց սենյակին, դեռ փորձելով ընկալել այն ամենը, ինչ տեղի էր ունեցել։ Կես ժամվա ընթացքում նրա դուստրը դարձել էր միջազգային ֆինանսական ճգնաժամի կենտրոն։ Նրա մի մասը ուզում էր բռնել Աքեմի ձեռքը, վազելով հեռանալ այդ վայրից, վերադառնալ իր պարզ կանխատեսելի կյանքի անվտանգությանը։
Բայց մյուս մասը, նույնը, որն ամուսնացել էր գրող դառնալու երազող տղամարդու հետ դաստիարակել էր դստերը քաջ լինելու, գիտեր, որ սա մի պահ էր, որը կփոխեր իրենց կյանքը ընդմիշտ։ Իհարկե, պարոն Տանակա, պատասխանեց նա, նրա ձայնն ավելի հաստատուն էր, քան նա իրեն զգում էր։ Մենք ձեր տրամադրության տակ կլինենք։ Մինչդեռ Ռուբենը փորձում էր վերջին հուսահատ քայլը։ Նա մոտեցավ պարոն Տանակային ստիպված ժպիտով։ Խոսեց թյուրիմացությունների մասին, որոնք կարող էին լուծվել, իրավաբանական մեկնաբանությունների մասին, որոնք միշտ շփոթություն են առաջացնում։ Բայց նրա խոսքերը ողորմելի էին հնչում նույնիսկ իր իսկ ականջներին։ Պարոն Մելիքյան, ասաց պարոն Տանական, վճռականորեն ընդհատելով նրան, իմ մշակույթում մենք փորձում ենք հակամարտությունները լուծել պատվով արժանապատվությամբ։ Բայց այն, ինչ դուք արեցիք այսօր այստեղ, գերազանցում է հաշտության ցանկացած հնարավորություն։ Դուք փորձեցիք ինձնից գողանալ վստահությունը որպես զենք օգտագործելով։ Դա աններելի է։ Ներդրողը շրջվեց դեպի իր իրավաբանները, արագ խոսեց ճապոներենով։ Այնուհետ նորից դիմեց Ռուբենին։ Իմ իրավախորհրդատուներն արդեն պատրաստում են պաշտոնական բողոք, որը կներկայացվի հայկական միջազգային իշխանություններին։ Բացի այդ, ձեր վարքի մասին մանրամասն զեկույց կուղարկվի բոլոր հիմնական ֆինանսական հաստատություններին, որոնց հետ մենք աշխատում ենք։ Ռուբենը զգաց, թե ինչպես է աշխարհը պտտվում իր շուրջը։ Տասնամյակների աշխատանք, քար առ քար կառուցված հեղինակություն, քաղաքական սոցիալական կապեր, որոնք մի ամբողջ կյանք էին պահանջել ստեղծելու համար, ամեն ինչ ոչնչանում էր րոպեների ընթացքում։ Նա փորձեց դիմել ըմբռնմանը, խոսեց ընտանիքների պատասխանատվությունների մասին, բայց պարոն Տանական մնաց անողոք։ Եթե դուք մտածեիք ձեր ընտանիքի մասին, նախքան ինձ խաբելու փորձը, ասաց ներդրողը, գուցե նրանք հիմա այս իրավիճակում չլինեին։ Հենց այդ ժամանակ Վալենտինան պայթեց։ Ամբողջ կուտակված ճնշումը, ամբողջ շոկն ու նվաստացումը վերածվեցին զայրույթի, որն ուղղված էր ոչ թե սխեմայի ուղղակի պատասխանատուներին, այլ այն աղջկան, ով համարձակվել էր բացահայտել ճշմարտությունը։ Անպատկառ լակոտ, գոռաց նա, մեղադրական ատը պարզելով Աքեմիին։ Դու ոչնչացրեցիր մեր ընտանիքը։ Ո՞վ ես դու կարծում, որ խառնվես հարցերի, որոնք չես հասկանում։ Լուսինեի արձագանքն ակնթարթային կատաղի էր։ Նա պաշտպանողաբար կանգնեց դստեր առջ, նրա աչքերը փայլում էին մի զայրույթով, որը հազվադեպ էր թույլ տալիս դուրս գալ։ Չհամարձակվես այդպես խոսել իմ դստեր հետ, ասաց նա, նրա ձայնը լի էր տարիների լուր արժանապատվությամբ, որը վերածվել էր ուժի։ Աքեմին արեց այն, ինչ ցանկացած պարկեշտ մարդ կաներ, ասաց ճշմարտությունը։ Եթե դա ոչնչացրեց ձեր ընտանիքը, հարցրեք ինքներդ ձեզ, թե ով է իրականում ցանել այդ ոչնչացման սերմերը։ Պարոն Տանական դիտում էր տեսարանը աճող հետաքրքրությամբ։ Նա Լուսինեի մեջ տեսնում էր նույն արժանապատվությունը, որը ճանաչել էր դստեր մեջ, բնավորության ազնվություն, որը կախված չէր փողից կամ սոցիալական դիրքից։ Նրանք կանայք էին, որոնք կրում էին մի բան, որը Մելիքյանների ողջ հարստությունը չէր կարողացել գնել՝ իսկական ազնվություն։ Արմենը տեսնելով, թե ինչպես է մայրը հարձակվում երեխայի վրա, կյանքում առաջին անգամ զգաց իսկական ամոթի խայտ։ Ոչ թե սպասվող ֆինանսական իրավիճակի համար, այլ այն գիտակցման, որ ինքն ու իր ընտանիքը դարձել էին այնպիսի մարդիկ, որոնք հարձակվում են աղջկա վրա ճշմարտությունն ասելու համար։ Բավական է, ասաց պարոն Տանական, նրա ձայնը կտրեց Վալենտինայի հիստերիան սայրի պես։ Այս երեխան 5 րոպեում ավելի շատ քաջություն ազնվություն ցուցաբերեց, քան ձեր ընտանիքը տարիների ընթացքում։ Նա հարգանքի է արժանի, ոչ թե հարձակումների։ Վալենտինան շուրջը նայեց սենյակին, փնտրելով աջակցություն, որը չէր գտնի։ Ռուբենը չափազանց զբաղված էր իր բիզնեսի փլատակները փրկելու փորձերով, կնոջը պաշտպանելու համար։ Արմենը խուսափում էր նրա հայացքից, ամաչելով նրա պահվածքից։ Նույնիսկ տան աշխատակիցները դիտում էին տեսարանը զարմանքի լուռ բավարարվածության խառնուրդով, վերջապես տեսնելով իրենց ամբարտավան տերերին դիմակայելիս իրենց արարքների հետանքներին։ Պարոն Տանական նորից մոտեցավ Աքեմիին Լուսինեին։ Տիկնայք, ինձ համար պատիվ կլինի, եթե ընդունեք այսօր երեկոյան ընթրիքի իմ հրավերը։ Ես մի առաջարկ ունեմ, որը կցանկանայի անել, մի ձ պատվելու։ Հիրոշի Սարգսյանի հիշատակը ճանաչելու այն բացառիկ քաջությունը, որին հենց նոր ականատես եղա։ Լուսինեն մի պահ տատանվեց, դեռ փորձելով ընկալել այն սյուրռեալ արագությունը, որով իր կյանքը փոխել էր ուղղությունը։ Մի քանի ժամ առաջ նա սպասուհի էր, որն անհանգստանում էր լրացուցիչ գումար վաստակելու համար, հաշիվները վճարելու։
Այժմ նրան ընթրիքի էր հրավիրում ամենահզոր մարդկանցից մեկը, ում երբե ճանաչել էր։ Պատիվ կլինի, պարոն Տանկա, պատասխանեց նա վերջապես, նրա բնական դաստիարակությունը հաղթահարեց ցանկացած անվստահություն, որը կարող էր զգալ։ Մինչ նրանք պատրաստվում էին հեռանալ, Ռուբենը վերջին հուսահատ փորձն արեց իրավիճակը շտկելու համար։ Նա գումար առաջարկեց, փոխհատուցումներ խոստացավ, խոսեց փոխադարձ մոռացության բոլոր ներգրավվածների համար օգուտների մասին։ Բայց նրա խոսքերը դատարկության մեջ էին ընկնում։ Վստահությունը, երբ մեկ անգամ կոտրվում է այնպես, ինչպես նա էր կոտրել, չի կարող վերականգնվել կաշառքներով կամ դատարկ խոստումներով։ Ոսկե վերելակը, որը բարձրացել էր, տանելով սպասուհուն նրա դստերը, այժմ իջնում էր, տեղափոխելով երկու կանանց, որոնք դարձել էին արդարության կատալիզատորներ։ Աքեմին ամուր բռնել էր մոր ձեռքը, դեռ ընկալելով տեղի ունեցածի մեծությունը։ Նա զգում էր պատասխանատվության բեռը, բայց նա խաղաղության տարօրինակ զգացում։ Նա արել էր այն, ինչով պապը կհպարտանար։ Պարոն Տանկայի մեքենայում, լուռը Մերսեդեսում, որը սահում էր Երանի փողոցներով թանկարժեք շշուկի պես, զրույցը հոսում էր ցածր հարգալից տոնով։ Ներդրողը ավելի շատ մանրամասներ պատմեց պապերի ընկերության մասին, այն մասին, թե ինչպես է Հիրոշիի բարության պատմությունը լեգենդ դարձել իր ընտանիքում։ Պապը սովորաբար ասում էր, պատմում էր պարոն Տանկան, պատուհանից քաղաքին նայելով, որ Հիրոշի Սարգսյանն ապացույցն էր, որ մարդկությունը կարող է ծաղկել նույնիսկ պատմության ամենամութ պահերին։ Նա փրկեց ոչ միայն մի կյանք, այլ սերունդների մի ամբողջ շարան, որոնք կրում են այդ երախտագիտության պարտքը։ Լուսինեն զգում էր, թե ինչպես են արցունքները ճնշում նրա աչքերի հետում։ Հայրը մահացել էր, երբ նա դեռ երիտասարդ էր, տարիներ շարունակ նա մտած։ Ում էր, թե արդյոք կարողացել է Աքեմին փոխանցել այն արժեքները, որոնք նա այդքան կարևոր էր համարում։ Պատասխանը եկել էր այդ երեկոյան տպավորիչ կերպով։ Պարոն Տանկա, ասաց Աքեմին, նրա ձայնը փոքր, բայց պարզ էր մեքենայի շքեղ լռության մեջ, պապս միշտ ասում էր, որ լավ գործերը ստեղծում են անտեսանելի ալիքներ, որոնք տարածվում են աշխարհով մեկ։ Կարծում եմ, այսօր ես տեսա այդ ալիքները, որոնք հասան մեզ։ Ճապոնական ռեստորանը, որն ընտրել էր պարոն Տանկան, զուսպ էլեգանտության ապաստարան էր քաղաքի սրտում։ Ի տարբերություն Ռուբենի պենթհաուսի ցուցադրական շքեղության, այստեղ ամեն ինչ շնչում էր ավանդույթով, հարգանքով, իսկությամբ։ Սեփականատերը մի տարեց պարոն, ով Տանկային ճանաչում էր տասնամյակներ, նրանց ընդունեց հարգալից խոնարհումներով, ուղեկցեց ավանդական տարրերով զարդարված առանձնասրահ։ Ընթրիքի ընթացքում, որը մատուցվում էր իսկական արվեստի գործեր հանդիսացող սպասքով, պարոն Տանկան ներկայացրեց իր առաջարկը։ Նա խոսեց իր ընտանիքի կրթական հիմնադրամի, կրթաթոշակային ծրագրերի մասին, որոնք բացահայտում են բացառիկ երիտասարդների ամբողջ աշխարհում։ Նա բացատրեց, որ կցանկանար Աքեմին առաջարկել լրիվ կրթաթոշակ, սովորելու իր ընտրած ցանկացած համալսարանում, ինչպես նա ֆինանսական աջակցություն, որպեսզի Լուսինեն այլևս երբեք ստիպված չլինի ենթարկվել նվաստացուցիչ իրավիճակների, ընտանիքը պահելու համար։ Սա բարեգործություն չէ, ընդգծեց նա, ուշադիր հետելով մոր դստեր արտահայտություններին։ Սա պատվի պարտքի մարում է, որը մեր ընտանիքը կրում է 80 տարի։ Հիրոշի Սարգսյանը փրկել է իմ պապին, իսկ այսօր նրա թոռնուհին ինձ փրկեց մի խարդախությունից, որը կարող էր ոչնչացնել տարիների աշխատանք։ Լուսինեն փորձեց առարկել, խոսելով այն մասին, որ իրենք արժանի չեն նման մեծահոգության, բայց պարոն Տանկան ձեռքը բարձրացրեց քնքուշ, բայց հաստատուն ժեստով։ Տիկին Լուսինե, ասաց նա, իմ մշակույթում հանգուցյալներին պատվելու համար առաջարկված նվերը մերժելը համարվում է լուրջ վիրավորանք։ Թույլ տվեք պատվել Հիրոշի Սարգսյանի հիշատակը միակ ձով, որով կարող եմ հոգ տանելով նրանց մասին, ում նա սիրում էր։ Մինչդեռ, քաղաքի մյուս կողմում, Ռուբեն Մելիքյանի աշխարհը շարունակում էր փլուզվել իրական ժամանակում։ Խարդախության փորձի մասին լուրերը սկսեցին արտահոսել ֆինանսական մամուլ, ընկերության հեռախոսները չէին դադարում զնգալ։ Հաճախորդները չեղարկում էին պայմանագրերը, ներդրողները պահանջում էին բացատրություններ, բանկերը սկսում էին վերանայել վարկային գծերը։ Վալենտինան փակված էր իր ննջասենյակում, հերթագայելով զայրույթի նոպաների լացի կրիզիսների մեջ։ Այն իրականությունը, որ նա կկորցներ ոչ միայն գումարը, այլ իր դիրքը երանյան հասարակության մեջ, ավելի կործանարար էր, քան ցանկացած ֆինանսական կորուստ։ Նա պետք է դիմակայեր ընկերուհիների դատապարտող հայացքներին, սոցիալական միջոցառումներից լուր բացառմանը, այն արտաքին կյանքի ավարտին, որը այդքան խնամքով էր կերտել։
Արմենը միայնակ իր թանկարժեք իրերով լի սենյակում, որոնք շուտով կարող էին բռնագանձվել, առաջին անգամ մտածում էր այն մարդու տեսակի մասին, որին վերածվել էր։ Այն պատահական դաժանությունը, որով ավելի վաղ վերաբերվել էր Լուսինեին, այն անտարբերությունը, որով միշտ նայել էր տան աշխատողներին, այն մբարտավանությունը, որը համարում էր ի ծնե իրավունք, ամեն ինչ հիմա թվում էր ողորմելի դատարկ։ Հաջորդ առավոտյան թերթերը պատմությունը դպեցին իրենց տնտեսական էջերում։ Անշարժ գույքի ոլորտի մագնատը մեղադրվում է միջազգային խարդախության մեջ, ասվում էր գլխավոր վերնագրում։ 12-ամյա երեխան բացահայտում է միլիոնանոց սխեմա, լրացնում էր երկրորդական հոդվածը, որը վիրուսային դարձավ սոցիալական ցանցերում։ Մամուլում հայտնված պատմությունը Ռուբենի համար ավելի կործանարար էր, քան նա պատկերացրել էր։ Դա ոչ միայն կորպորատիվ խարդախության մասին էր, այլ ամբարտավանության, քիչ ապահովվածների նկատմամբ արամարանքի այն մասին, թե ինչպես է մի համեստ երեխա մի պահում ավելի շատ բնավորություն ցուցաբերել, քան մի ամբողջ ընտանիք, տասնամյակների ընթացքում։ Պարոն Տանական, հավատարիմ իր խոսքին, երաշխավորեց, որ պատմությունը հասնի միջազգային ֆինանսական աշխարհի բոլոր կարևոր մարդկանց ականջներին։ Օրերի ընթացքում Ռուբենը հայտնվեց լիակատար մեկուսացման մեջ։ Պայմանագրերը չեղարկվեցին, գործընկերությունները խզվեցին, վարկերը կասեցվեցի։ Այն կայսրությունը, որը նա 30 տարի էր կառուցել, անհետացավ մեկ շաբաթում։ Սակայն Աքեմի Լուսինեի համար բոլորովին նոր աշխարհ էր բացվում։ Էրեբունի համեստ տունը փոխարինվեց կենտրոնի ավելի լավ թաղամասում գտնվող հարմարավետ բնակարանով։ Լուսինեն այլս կարիք չուներ աշխատելու որպես սպասուհի։ Պարոն Տանական նրա համար վարչական պաշտոն էր կազմակերպել խմբի ընկերություններից մեկում, որտեղ նրան կվերաբերվեին այն հարգանքով, որին միշտ արժանի էր եղել։ Աքեմին իր հերթին ընդունվեց այբ դպրոց, որտեղ նրա լեզվական տաղանդներն ու վաղ հասունությունը ճանաչվեցին, զարգացվեցին։ Ուսուցիչները տպավորված էին ոչ միայն նրա խելքով, այլ նրա կյանքի դրամատիկ փոփոխություններին, չնայած համեստ կարեկից մնալու ունակությամբ։ Նոր դպրոցի առաջին օրը, երբ դասընկերուհին հարցրեց նրա պատմության մասին, Աքեմին պարզապես պատասխանեց. «Պապս ինձ սովորեցրել է, որ ճիշտ բան անելն ավելի կարևոր է, քան հեշտ բան անելը։ Երբեմն դա փոխում է ամեն ինչ»։ Ճապոնական ռեստորանում ընթրիքից մեկ շաբաթ անց պարոն Տանական անձամբ այցելեց Հիրոշի Սարգսյանի գերեզմանին։ Նա իր հետ բերել էր ավանդական ճապոնական ծաղիկներ, նույն դեղնած լուսանկարը, որը ցույց էր տվել Աքեմիին։ Նա ծնկի իջավ պարզ տապանակարի առջ, խոսեց ճապոներենով, կարծես ձեր զինվորը կարողանար լսել իրեն։ Հիրոշի-սան, մրմնջաց նա, թոռնուհիդ քեզ հպարտացրեց։ Բարությունը, որ դու ցանեցիր 80 տարի առաջ, հոյակապ կերպով ծաղկեց։ Խոստանում եմ հոգ տանել նրա մասին, ինչպես դու հոգ տարար իմ պապի մասին։ Աքեմին, ով ուղեկցում էր պարոն Տանակային գերեզմանատուն, իր սեփական ընծան դրեց գերեզմանին, թղթե կռունկ, որը սովորել էր պատրաստել պապի հետ, խորհրդանշելով խաղաղություն, երկարակեցություն։ Մինչ նա դիտում էր, թե ինչպես է թղթե կերպարը թեթակի ճոճվում երեկոյան զեփյուռից, նա զգաց ծանոթ ներկայություն, կարծես Հիրոշին այնտեղ լիներ, հպարտությամբ ժպտալով իր դարձած քաջ աղջկան։ Շնորհակալ եմ, պապիկ, շշնջաց նա։ Ես հասկացա, թե դու ինչ նկատի ունեիր անտեսանելի ալիքների մասին։ Նրանք երբեք չեն դադարում շարժվել, այնպես չէ՞։ Այդ գիշեր Լուսինեն Աքեմին իրենց նոր հյուրասենյակում էին, մի հարմարավետ, բայց ոչ ցուցադրական սենյակ, որը զարդարված էր լավ ճաշակով, սիրով։ Պատուհանից նրանք կարող էին տեսնել քաղաքի լույսերը, բայց այժմ այդ լույսերը չէին ներկայացնում հեռավոր անհասանելի աշխարհ։ Նրանք ներկայացնում էին հնարավորություններ, ապագա, հույս։ Մայրիկ, ասաց Աքեմին, գլուխը բարձրացնելով ճապոնական հեքիաթների գրքից, որը կարդում էր քնելուց առաջ, կարծում ես պապս գիտեր, որ սա տեղի կունենա։ Լուսինեն ժպտաց, մատները սահեցնելով դստեր մազերի միջով։ Կարծում եմ, պապդ ավելի լավ բան գիտեր, սիրելիս։ Նա գիտեր, որ ստեղծել է մի ընտանիք, որը կարող է փոփոխություն բերել աշխարհում, նույնիսկ եթե մենք դա դեռ չգիտեինք։ Քաղաքի մյուս կողմում, շքեղ բնակարանում, որը շուտով պետք է բռնագանձվեր, Ռուբեն Մելիքյանը պատուհանից նայում էր նույն լույսերին, բայց դրանց իմաստը բոլորովին այլ էր։ Նրա համար դրանք ներկայա ցնում էին մի աշխարհ, որը նա կորցրել էր, հնարավորություններ, որոնք այլս երբեք չէր ունենա, հեղինակություն, որը երբեք չէր կարողանա վերականգնել։ Նրա կյանքի ամենադաժան դասը տվել էր 12-ամյա մի երեխա, ով պարզապես հրաժարվել էր լուռ մնալ անարդարության դեմ։ Եվ այդ դասը հավերժ կարձագանքեր նրա ընտրությունների հետանքներում։
1 տարի էր անցել այն հոկտեմբերյան երեկոյից, որն ընդմիշտ փոխեց երկու ընտանիքների ճակատագիրը։ Եղանակները հաջորդեցին միմյանց, իրենց հետ բերելով փոփոխություններ, որոնք ներգրավվածներից ոչ ոք չէր կարող պատկերացնել Ռուբեն Մելիքյանի պենթհաուսում տեղի ունեցած այն վճռորոշ պահին։ Աքեմին, այժմ 13 տարեկան, քայլում էր այդ դպրոցի միջանցքներով այն վստահ կեցվածքով, որը բնորոշ է նրան, ով վաղ է բացահայտել ճիշտ ընտրություններ կատարելուց բխող ուժը։ Նրա մազերը երկարել էին, այժմ ազատորեն ընկնում էին ուսերին, շրջանակելով մի դեմք, որը պահպանել էր բնորոշ խաղաղությունը, բայց այժմ նա կրում էր մի հասունություն, որը տպավորում էր ուսուցիչներին, դասընկերներին։ Նրա կրած պայուսակն այլևս ունաթափված ու կարկատած չէր։ Այն նոր էր, լավ որակի, բայց ոչ ցուցադրական։ Նրա ներսում դպրոցական գրքերի կոկիկ դասավորված տետրերի հետ միասին դեռ տեղ կար նրա ամենաթանկ գանձի համար Պապ Հիրոշիի ճապոնական ժողովրդական հեքիաթների գիրքը։ Որոշ բաներ, ամենակարևորները, երբեք չեն փոխվում։ Այդ երեքշաբթի առավոտյան Աքեմին կանչել էին հատուկ հանդիպման, ուսումնական գծով տնօրենի սենյակ։ Երբ նա հասավ այնտեղ, գտավ ոչ միայն տնօրենին, այլ պարոն Տանակային, ով ժպտաց, տեսնելով նրա մտնելը։ Նրանք մտերմացել էին այդ տարվա ընթացքում, մի հարաբերություն, որը գերազանցում էր երախտագիտությունը, վերածվել էր անկեղծ ընտանեկան ջերմության։ Աքեմիչան, ասաց նա, օգտագործելով քնքուշ փոքրացուցիչը, որը որդեգրել էր, ես քեզ համար հիանալի նորություններ ունեմ։ Տնօրենը, միջին տարիքի էլեգանտ մի կին, ով տպավորված էր աղջկա պատմությամբ, բացեց փաստաթղթերով լի մի թղթապանակ։ Աքեմի, այս տարի քո ակադեմիական արդյունքները բացառիկ են եղել։ Բոլոր առարկաներից քո գնահատականները դասարանի լավագույնների շարքում են, բայց մեզ ամենաշատը որում է քո առաջնորդական կարողությունն ու բարոյական հասունությունը։ Պարոն Տանական առաջ թեքվեց, նրա աչքերը փայլում էին հայրական հպարտությամբ։ Իմ ընտանիքի հիմնադրամը շատ ուշադիր հետում է մեր կրթաթոշակառուների զարգացմանը։ Մենք հազվադեպ ենք տեսնում այդքան երիտասարդ մեկին, ով ցուցաբերում է նման հետողականություն անձնական արժեքների ակադեմիական գերազանցության միջ։ Տնօրենը շարունակեց. Այդ պատճառով մենք ուրախ ենք հայտարարել, որ Աքեմին ընտրվել է Ճապոնիայում հատուկ փոխանակման ծրագրի մասնակցելու համար։ Դա կլինի 6 ամիս ինտենսիվ ուսուցում Տոկիոյում, մի դպրոցում, որը համատեղում է ճապոնական ավանդույթները առաջատար միջազգային կրթության հետ։ Աքեմին զգաց, թե ինչպես է սիրտը սկսում արագ բաբախել։ Ճապոնիան նրա համար շատ ավելին էր, քան հեռավոր երկիր։ Դա պապի հայրենիքն էր, այն վայրը, որտեղ ծնվել էին նրա կյանքն ուղղորդող արժեքները։ Հիրոշիի տասնամյակներ առաջ թողած հողի վրա ոտք դնելու, անձամբ ծանոթանալու այն մշակույթին, որը նա այդքան սիրում էր, նվեր էր նրա ամենահամարձակ երազանքներից անդին։ Ավելին կա, ասաց պարոն Տանական, հետելով աղջկա դեմքին աճող հուզմունքին։ Այնտեղ գտնվելու ընթացքում դուք այցելես այն գյուղը, որտեղ ծնվել է պապը։ Ինձ հաջողվեց գտնել մի քանի հեռավոր ազգականների, որոնք դեռ ապրում են այդ տարածաշրջանում, պատիվ կհամարեն քեզ ընդունել։ Արցունքները, որոնք Աքեմին սովորել էր զսպել հուզական իրավիճակներում, ազատորեն հոսեցին։ Կարծես պապը կամուրջ էր ձգում ժամանակի տարածության միջով, կապելով նրան իր արմատներին այնպես, ինչպես նա երբեք չէր պատկերացրել։ Այդ երեկոյան, դպրոցից հետո, Աքեմին վազեց տուն, նորությունները պատմելու մորը։ Բնակարանը, որտեղ նրանք այժմ ապրում էին, իրենց կյանքի նոր փուլի կատարյալ արտացոլումն էր, հարմարավետ, առանց շքեղության, հյուրընկալ, առանց ցուցադրականության, լի լույսով հնարավորություններով։ Լուսինեն խոհանոցում ընթրիք էր պատրաստում, երբ լսեց բանալու պտտվելը կողպեքի մեջ։ Պարոն Տանակայի ընկերությունում աշխատանքը դարձել էր ոչ միայն արժանապատիվ ապրուստի աղբյուր, այլ անձնական աճի հնարավորություն։ Նա բացահայտել էր վարչական տաղանդներ, որոնց մասին երբեք չգիտեր, դարձել էր հարգված ու գնահատված աշխատակից։ Մայրիկ, գոռաց Աքեմին, պայուսակը գցելով մուտքի մոտ վազելով գրկելու Լուսինեին։ Դու չես հավատա, թե այսօր ինչ է պատահել։ Մինչ մայր ու դուստր աշխուժորեն զրուցում էին փոխանակման ծրագրի մասին, քաղաքի մյուս կողմում բոլորովին այլ իրականություն էր ծավալվում։ Ռուբեն Մելիքյանն աչքերը բացեց փոքրիկ մեկսենյականոց բնակարանում, որտեղ այժմ ապրում էր, այն բանից հետո, երբ նրա ողջ ունեցվածքը բռնագանձվել էր սկանդալի հետանքով առաջացած պարտքերն ու տուգանքները վճարելու համար։ Մի ժամանակ միլիարդանոց կայսրություն ղեկավարող մարդն ամեն առավոտ արթնանում էր պարզ ներքնակի վրա, մի սենյակի հատակին, որը հազիվ էր տեղավորում այն սակավաթիվ կահույքը, որը կարողացել էր փրկել ֆինանսական կործանումից։ Քերված պատերն ու
Խոնավությունից բծավորված առաստաղը մշտական հիշեցում էին նրա կրած գլխապտույտ անկման մասին։ Վալենտինան հեռացել էր ամիսներ առաջ, անկարող դիմանալու սոցիալական նվաստացմանն ու կարգավիճակի կորստին։ Նա ամուսնալուծվել էր, տեղափոխվել գյուղ, որտեղ փորձում էր վերականգնել կյանքի որոշ նմանություն, հեռու երանյան հասարակության դատապարտող հայացքներից։ Նա թողել էր ոչ միայն սնանկացած ամուսնուն, այլ այն որդուն, որին այդքան փայփայել էր։ Արմենը, այժմ 18 տարեկան, դիմակայում էր մի իրականության, որի համար երբեք պատրաստ չէր եղել։ Առանց հոր փողի մասնավոր համալսարան ընդունվելու համար նա ստիպված էր իրականում սովորել ընդունելության քննությունների համար, հավասար պայմաններում մրցելով երիտասարդների հետ, որոնք միշտ կախված էին եղել միայն սեփական արժանինքներից։ Փորձառությունը փոխակերպող էր, բայց ոչ այնպես, ինչպես նա սպասում էր։ Կյանքում առաջին անգամ նա պետք է իսկապես ջանք թափեր ինչ-որ բանի հասնելու համար։ Նա բացահայտեց, որ ավելի քիչ խելացի է, քան միշտ կարծել էր, բայց նա, որ ուներ աշխատասիրության կարողություն, որը երբեք չէր փորձարկվել։ Հենց այն օրը, երբ Աքեմին ստացել էր փոխանակման ծրագրի մասին նորությունները, Արմենը նստած էր հանրային գրադարանում, շրջապատված ընդունելության քննությունների նախապատրաստական գրքերով։ Դա մի միջավայր էր, որը 1 տարի առաջ նա երբեք չէր պատկերացնի հաճախել, բայց որն այժմ դարձել էր նրա ամենօրյա ապաստարանը։ Նրա տարիքի մի աղջիկ, ակնհայտորեն համեստ ընտանիքից, նստած էր կողքի սեղանին, սովորելով տպավորիչ կենտրոնացմամբ։ Երբ նա պատահաբար գցեց գրիչը, Արմենը թեքվեց այն վերցնելու։ Նրանց հայացքները մի պահ հանդիպեցին, նա մրմնջաց ամաչկոտ շնորհակալություն նախքան ուսմանը վերադառնալը։ Կյանքում առաջին անգամ Արմենը զգաց մի բան, որը երբեք չէր զգացել, իսկական հիացմունք մեկի նկատմամբ, ով ոչինչ չուներ, բացի վճռականությունից, արժանապատվությունից։ Դա շփոթեցնող զգացում էր մեկի համար, ով դաստիարակվել էր հավատալով, որ միայն հարստությունն ու կարգավիճակն են կարող։ Մինչդեռ Ռուբենն օրերն անցկացնում էր, աշխատելով որպես վաճառող փոքր անշարժ գույքի գործակալությունում, ստանալով նվազագույն միջ նորթավճարներ, որոնք հազիվ էին բավարարում համեստ բնակարանի վարձը։ Նրա նախկին գործընկերները խուսափում էին նրանից փողոցներում, նրա անունը դարձել էր անազնվության հոմանիշ բիզնես աշխարհում։ Բայց գուցե ամենադժվարը միայնությունն էր։ Առանց ընտանիքի, առանց շահախնդիր դուրս եկած ընկերների, առանց իրեն բնորոշող սոցիալական ինքնության, Ռուբենը տասնամյակների ընթացքում առաջին անգամ դեմ առ դեմ հայտնվեց ինքն իր հետ։ Եվ այն, ինչ նա գտավ այնտեղ, սարսափելի դատարկություն էր։ Մի երեկո, հիասթափեցնող վաճառքից 1 օրից հետո, կենտրոնի փողոցներով քայլելիս, նա անցավ թերթի կրպակի մոտով։ Ամսագրի շապիկին հոդված կար հայ տաղանդավոր երիտասարդների մասին, այնտեղ լուսանկարում ժպտալիս Աքեմին էր։ Վերնագիրն ասում էր. 13 տարեկանում երիտասարդ հրաշամանուկը ներկայացնում է Հայաստանը միջազգային կրթական ծրագրում։ Ռուբենը գնեց ամսագիրը ամբողջ հոդվածը կարդաց հրապարակի նստարանին։ Պատմությունը պատմում էր այն աղջկա մասին, ով բացահայտել էր միլիոնանոց խարդախություն, թե ինչպես դա փոխել էր նրա կյանքը, բայց նա խոսում էր նրա արժեքների, ուսմանը նվիրվածության, կրթությունն այլ մարդկանց օգնելու համար օգտագործելու նրա երազանքի մասին։ Մի պահ Ռուբենը բախվեց մի հարցի, որը սարսափեցնում էր նրան։ Եթե նա ունենար Աքեմիի տարիքի դուստր, ինչպիսի մարդ կլիներ նա։ Կունենար քաջություն անելու այն, ինչ ճիշտ է, ինչպես արել էր աղջիկը։ Թե պարզապես կլիներ Արմենից մեկ փայփայված ու մակերեսային տարբերակ։ Պատասխանը ստիպեց նրան լաց լինել հենց այնտեղ, հանրության առաջ, առաջին անգամ մանկությունից ի վեր։ Այդ նույն գիշեր Աքեմին իր սենյակում էր, կազմակերպելով իրերը Ճապոնիա ուղղորության համար, որը տեղի կունենար մի քանի շաբաթից։ Մահճակալի վրա խնամքով դրված էին նոր անձնագիրը, Լուսինեի կողմից սիրով ընտրված հագուստը, մի քանի նվերներ, որոնք կտաներ իր հանդիպելիք հեռավոր ազգականներին։ Եվ ամեն ինչի կենտրոնում, ինչպես միշտ, պապ Հիրոշիի ժողովրդական հեքիաթների գիրքը։ Նա նստեց մահճակալին, բացեց գիրքը մի էջի վրա, որն անգիր գիտեր մի պատմություն երիտասարդ սամուրայի մասին, ով պետք է ընտրեր հեշտ հարստության պատվի դժվարին ճանապարհի միջ։ Բառերը կարծես ցատկում էին էջից, լի հատուկ իմաստով նրա կյանքի այդ պահին։ Պապիկ, շնջաց նա, ակնածանքով դիպչելով էջին, ես գնում եմ տեսնելու քո հայրենիքը։ Ես նրանց կպա տմեմ քո եղած խիզախ մարդու, քո սովորեցրած արժեքների մասին։ Խոստանում եմ, որ երբեք չեմ մոռանա, որ միակ բանը, որ մենք իսկապես ունենք, մեր պատիվն է։ Լուսինեն հայտնվեց սենյակի դռան մոտ, բերելով մի բաժակ տաք թեյի։
Նա նստեց դստեր կողքին մի քանի րոպե լուռ մնացին, մայր ու դուստր միավորված երախտագիտությամբ այն ամենի համար, ինչ տեղի էր ունեցել իրենց կյանքում։ Աքեմի, ասաց Լուսինեն վերջապես, երբեմն դեռ չեմ կարողանում հավատալ, թե ինչպես է ամեն ինչ փոխվել։ Բայց գիտես, թե ինչն է ինձ ամենաշատը հպարտացնում։ Աղջիկը հետաքրքրությամբ նայեց մորը։ Դա ոչ թե նոր տունն է, ոչ թե մասնավոր դպրոցը, ոչ թե այն հնարավորությունները, որոնք դու կունենաս, շարունակեց Լուսինեն, նրա խոսքերը լի էին հուզմունքով։ Ինձ ամենաշատը հպարտացնում է այն, որ չնայած այն ամենին, ինչ փոխվել է մեր կյանքում, դու մնացել ես նույն մաքուր սրտով աղջիկը, որին պապդ դաստիարակել է։ Հաջողությունը չի փոխել, թե ով ես դու ներսում։ Աքեմին գրկեց մորը, զգալով սիրո երախտագիտության մի ալիք, որը կարծես չափազանց մեծ էր, տեղավորվելու նրա տանեկան սրտում։ 2 շաբաթ անց Զվարթնոց օդանավակայանում պարոն Տանական հրաժեշտ էր տալիս Աքեմիին, նրա Տոկիո մեկնելուց առաջ։ Նա պնդել էր ուղեկցել նրան մինչ դարպասը, գրելով այն մարդու թոռնուհուն իր նախնիների արմատները տեսնելու ուղարկելու հուզական պատասխանատվությունը, ով փրկել էր իր պապին։ Հիշիր, ասաց նա, ուղղելով փոքրիկ օմամորիով, ճապոնական պաշտպանիչ հմայելով վզնոցը, որը նվիրել էր, դու գնում ես ոչ միայն որպես Աքեմի Սարգսյան։ Դու գնում ես նա որպես Հիրոշի Սանի բարության ներկայացուցիչ, որպես այն արժեքների դեսպան, որոնք նա ցանել է, որոնք ծաղկել են քո մեջ։ Թռիչքը դեպի Տոկիո տեց 14 ժամ, բայց Աքեմիի համար անցավ երազի պես։ Ինքնաթիռի պատուհանից նա դիտում էր ամպերը, մտածում, թե ինչպես կզգար պապը, տասնամյակներ առաջ հակառակ ուղղությամբ ճանապարհորդելիս, թողնելով իր հայրենիքը Հայաստանում նոր կյանք սկսելու համար։ Երբ վերջապես ոտք դրեց ճապոնական հողի վրա, Աքեմին աննկարագրելի հուզմունք զգաց։ Կարծես երկար բացակայությունից հետո տուն էր հասել, կարծես նրա մարմնի բջիջները գենետիկորեն ճանաչում էին այն հողը, որը երբեք չէր այցելել։ Ճապոնիայում անցկացրած ամիսները փոխակերպող էին։ Նա սովորեց մի դպրոցում, որտեղ կարգապահությունն ու հարգանքը հիմնարար արժեքներ էին, ծանոթացավ նախնիների մշակույթին, որն այդքան սիրում էր պապը, կատարելագործեց իր ճապոներենը, հասնելով մայրենի լեզվի սահունության։ Բայց ամենահատուկ պահը տեղի ունեցավ, երբ նա այցելեց այն գյուղը, որտեղ ծնվել էր Հիրոշին։ Հեռավոր ազգականները նրան ընդունեցին որպես տուն վերադարձած դուստր, պատմելով այն տղայի մասին, ով երիտասարդ հասակում մեկնել էր պատերազմ, այլս չէր վերադարձել։ Նրանք նրան տարան տեղի տաճար, որտեղ հուշատախտակ կար, պատերազմին մասնակցած գյուղի զինվորների անուններով։ Այնտեղ էր Հիրոշի Յամադա, պապի բնօրինակ անունը, նախքան Հայաստանում Հիրոշի Սարգսյան դառնալը։ Ծնկի իջնելով հուշատախտակի առջ, դեմքով ազատորեն հոսող արցունքներով, Աքեմին կատարյալ ճապոներենով շշնջաց. «Պապիկ, ես կարողացա հասնել այստեղ։ Ինձ հետ բերեցի բոլոր այն արժեքները, որոնք դու ինձ սովորեցրել ես։ Քո բարությունը հատեց օվկիանոսներ, սերունդներ, կշարունակի ապրել իմ միջոցով»։ Այցին ուղեկցող մի տարեց կին մոտեցավ, ասաց մի բան, որը Աքեմին հավերժ կպահեր սրտում. «Երեխա, ես քո աչքերում տեսնում եմ նույն լույսը, որը փայլում էր Հիրոշիի աչքերում, երբ նա երիտասարդ էր։ Նա ապրում է քո միջոցով»։ Երբ 6 ամիս անց վերադարձավ Հայաստան, Աքեմին իր հետ բերում էր ոչ միայն գիտելիք, փորձ, այլ ավելի խորը ըմբռնում այն մասին, թե ով է ինքը, ինչ ժառանգություն է կրում։ Նա մեծացել էր ոչ միայն տարիքով, այլ իմաստությամբ, նպատակով։ Նրա վերադարձի օրը պարոն Տանական Լուսինեն սպասում էին նրան օդանավակայանում, անհամբեր լսելու ճանապարհորդության բոլոր պատմությունները։ Բայց երկուսին էլ ամենաշատը տպավորեց այն հասուն խաղաղությունը, որն այժմ ճառագում էր 14-ամյա աղջկանից։ Այդ գիշեր, տանը, Աքեմին նստեց իր սիրելի բազկաթոռին, մի պարզ, բայց հարմարավետ կապույտ աթոռ, որն ընտրել էր իր սենյակի համար, նորից բացեց պապի գիրքը։ Բայց այժմ պատմություններն ավելի խորը իմաստ ունեին, քանի որ նա իր աչքերով էր տեսել այն մշակույթը, որը դրանք ծնել էր։ Պատուհանից նա կարող էր դիտել Երան քաղաքի լույսերը, որոնք ձգվում էին մինչ հորիզոն։ Նա այլս չէր տեսնում պարզապես հայկական մայրաքաղաք։ Նա տեսնում էր փոխկապակցված աշխարհ, որտեղ յուրաքանչյուր մարդու գործողությունները ստեղծում էին ալիքներ, որոնք տարածվում էին շատ ավելի հեռու, քան մենք կարող ենք պատկերացնել։ Նա մտածեց Ռուբեն Մելիքյանի մասին, հետաքրքրվելով, թե արդյոք նա որևէ բան սովորել է իր կրած անկումից։ Մտածեց Արմենի մասին, հուսալով, որ դժվարությունները նրան ավելի լավ մարդ են դարձնում։ Մտածեց այն թարգմանչի մասին, ով խոստովանել էր իր մասնակցությունը խարդախությանը, հուսալով, որ նա գտել է իր ընտանիքը պահելու ազնիվ միջոց։ Բայց հիմնականում նա մտածում էր ապագայի մասին։
14 տարեկանում Աքեմին արդեն գիտեր, որ ուզում է իր կյանքը նվիրել կրթությունն ու իր ստացած արտոնություններն օգտագործելուն, այլ մարդկանց օգնելու համար։ Նա երազում էր ստեղծել կրթական ծրագրեր, որոնք կբացահայտեին տաղանդավոր երեխաների կարիքավոր համայնքներում, նրանց տալով նույն հնարավորությունները, որոնք ինքն էր ստացել։ Ալիքները շարունակում են տարածվել, պապիկ, մրմնջաց նա, փակելով գիրքը գրկելով այն կրծքին։ Եվ ես կհամոզվեմ, որ դրանք հասնեն հնարավորինս շատ մարդկանց։ Լուսինեն հայտնվեց սենյակի դռան մոտ, դստերը բարի գիշեր մաղթելու։ Տեսնելով Աքեմին այնտեղ նստած, պապի գիրքը գրկած այն խաղաղ հայացքով, որն ուղղված էր դեպի քաղաքը, նա զգաց մի խորը հուզմունք, որը տիրեց նրա սրտին։ Իր աղջիկը դարձել էր արտասովոր երիտասարդուհի, մեկը, ով իր մեջ կրում էր աշխարհում իսկապես փոփոխություն բերելու կարողություն։ Բարի գիշեր, սիրելիս, ասաց նա մեղմորեն։ Բարի գիշեր, մայրիկ, պատասխանեց Աքեմին, ժպտալով։ Եվ շնորհակալ եմ ամեն ինչի համար։ Երբ մնաց մենակ, Աքեմինս մեկ անգամ նայեց պատուհանից, դիտելով քաղաքը, որն անվերջ ձգվում էր իր առջ։ Նա մտածեց բոլոր այն երեխաների մասին, որոնք այդ պահին դժվարությունների էին բախվում, պայքարում էին աղքատության, անարդարության, հնարավորությունների բացակայության դեմ։ Մի օր, խոստացավ նա լուռ, ես կգտնեմ նրանց օգնելու միջոց։ Ինչպես պարոն Տանական օգնեց ինձ, ինչպես պապս սովորեցրեց, որ պետք է անենք։ Ալիքները երբեք չեն դադարում շարժվել։ Եվ այնտեղ, այդ կապույտ բազկաթոռին, շրջապատված սամուրայների նախնիների արժեքն։ Երի մասին գրքերով մի աղջիկ, ով մի օր քաջություն էր ունեցել ասելու ճշմարտությունը, լուր պլանավորում էր, թե ինչպես կօգտագործի իր կյանքը, շարունակելու բարության ալիքներ տարածել աշխարհով մեկ։ Աքեմի Սարգսյանի պատմությունը նոր էր սկսվում։ Ոչ թե այն հարստության պատճառով, որն այժմ ուներ, ոչ թե այն հնարավորությունների պատճառով, որոնք ստացել էր, այլ այն ամուր արժեքների պատճառով, որոնք կրում էր սրտում, այլ մարդկանց կյանքում փոփոխություն բերելու անսասան վճռականության պատճառով։ Հիրոշի Սարգսյանը կարող էր հանգչել խաղաղությամբ։ Նրա թոռնուհին հասկացել էր ամենակարևոր դասը, որ իսկական հարստությունը չի չափվում փողով, այլ պատիվն անարատ պահելու մեր ուժն օգտագործելու կարողությամբ, պաշտպանելու նրանց, ովքեր պաշտպանության կարիք ունեն։ Եվ այսպես, Երանի վրա փայլող աստղերի տակ, մի նոր սերունդ պատրաստվում էր շարունակել բարության ավանդույթը, որը սկսվել էր տասնամյակներ առաջ, հեռավոր մարտի դաշտերում, մի զինվորի կողմից, ով ընտրել էր փրկել մի կյանք, այն խլելու փոխարեն։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Աքեմի նրա ընտանիքի ճանապարհորդությունը խորապես հուզեց ձեր սրտերը, ինչպես հուզեց մերը այն պատմելիս։ Այս պատմությունը մեզ հիշեցնում է, որ մեզանից յուրաքանչյուրն ունի ճակատագրեր փոխելու ուժ, մեր ամենօրյա ընտրությունների միջոցով, որքան էլ դրանք փոքր թվան։ 12-ամյա աղջկա քաջությունը մեզ սովորեցրեց, որ իսկական ուժը գալիս է ոչ թե հարստությունից կամ իշխանությունից, այլ ազնվությունից, ճիշտն անելու վճռականությունից։ Եթե այս պատմությունը ձեզ մոտ հույզեր արթնացրեց, եթե Աքեմի մեջ ճանաչեցիք իսկապես կարևոր արժեքները պահպանելու կարողությունը, դրեք ձեր հավանումը ներքո։ Բաժանորդագրվեք մեր ալիքին։ Մեկնաբանություններում շատ կցանկանայինք իմանալ, թե պատմության որ պահն է ձեզ ամենաշատը տպավորել։ Աքեմի քաջությունը, խարդախությունը բացահայտելիս, սերունդների միջ հուզական վերամիավորումը, թե գուցե այն փոխակերպումը, որը տեսանք բոլոր հերոսների մոտ։ Ամեն օր մենք ձեզ ենք ներկայացնում այսպիսի պատմություններ, որոնք ուսումնասիրում են մարդկային հոգու խորությունը, այն երկընտրանքները, որոնց մենք բախվում ենք, այն ընտրությունները, որոնք մեզ բնորոշում են։ Սրանք պատմություններ են, որոնք մեզ ստիպում են խորել, թե ով ենք մենք, ով ենք ուզում դառնալ, պատմություններ, որոնք մեզ հիշեցնում են, որ նույնիսկ ամենադժվար պահերին միշտ տեղ կա քավության, աճի հույսի համար։ Միացեք լավ պատմությունների փոխակերպող ուժին հավատացող մեր ունկնդիրների համայնքին։ Ակտիվացրեք ծանուցումների զանգակը, որը դրվագ բաց չթողնելու համար, կիսվեք մեզ հետ ձեր սեփական մտորումներով այն մասին, թե ինչպես են բարության անտեսանելի ալիքներն արտահայտվում ձեր կյանքում։ Մինչ մեր հաջորդ հանդիպումը, միշտ հիշեք, դուք նույնպես կարող եք լինել ճշմարտության ձայնը ձեր սեփական պատմություններում։